ինձ են նշել, բայց կապ չունեմ ես։ Կապ չունեք դուք։ Լավ, սննդային ալերգիա, որի մնացած ինչից է, ոնցից է դու խաբար չես։ Լավ, իսկ ալերգիայի ժամանակ ինչ դեղ ես օգտագործում, որ դուրս գաս այդ վիճակից։ Վիրտեք, սիստեմաներ եմ ընդունում։ Ինչ դեղ ես օգտագործում։ Իշքի եմ դիմում, ֆլորեա գալի։ Վիրտեք եմ խնում, սիստեմաներ եմ ընդունում, ֆլորե են կանչում։ Վիրտեք, իսկ սիստեմաները ինչ սիստեմաներ են, օրինակ ինչ դեղ են միացնում, դու եւ որ տարիքից է քո մոտ այդ ալերգիան։ Են աստիճան եմ որ խեղդվում, որ փոքրտս տակում է։ Ահա։ Ֆլորեա գալի տանում հիվանդան։ Վերջի անգամ երբ ա եկել։ Վերջ անգամ։ Հա։ Մի 2 տարի առաջ է ստորին եկել, մնացել վրապերը տենց օրոք տենց ալերգիա չի եղել։ Վերջի անգամ 2 տարի առաջ, երբ որ դու 27 տարեկան էիր։ Այդ դրանից են կողմել չի եկես կորի։ Հասկաց։ Դրանից առաջ էլ եկել ամենտարել։ Դե դեմ ասում վերջի անգամ երբ ա եկել, ասում ես 2 տարի առաջ։ Լավ, անցանք առաջ, եկեք մի անգամից զանգենք ռազմական ոստիկանություն, վերջի անգամ 2 տարի առաջ է եկել, երբ որ 27 էր, 27-ն անցավ, բանակային տարիքն ավարտվեց, այս կորի չեկավ, ուրեմն այս անձի վերաբերյալ մեզ ահազանգել էին, որ նախ չի վճարում աշխատողի աշխատավարձը, այդ դրա մասին մոռացան երվայնությունից, ուրեմն Fail Food ՍՊԸ-նա ընկեր MVD-ի մինիստրուհի ընկեր դատախազ, որը առաքմա խանութներին ժամկետնան սննդամթերք, դրա համար է սաղ գթունավորվում, ընկնում ռակ եւ այլն։ Ասում է ալերգիա է։ Մինչև հիմա պարզ չի ումից։ Վերջի անգամ սկուրեն եկել է 2 տարի առաջ, երբ որ 27 էր։ Վերջ, էլ չի եկել։ Ռազմական ոստիկանություն Մայոր Սարգսյան։ Մայոր Սարգսյան, բարև ձեզ, Մայոր Ղուկասյանն է, խնդրում եմ ընդունեք հաղորդում։ Մի վարգյան։ Լսում եմ։ Ուրեմն Ստյոպա Սարգսյան։ Սարգսյան։ Հեռախոսահամարը 94 99 32 12 94 99 32 12 29 տարեկան է բացարդեն ազատվել է այո ազատվել է ալերգիայով այսօրվա ձեր ղեկավարությունը եթե մեր այսօրվա հաղորդումը դիտի կհասկանա մոտավորապես եւ այլն ունի ընկերություն որը կոչվում է Fail Food ՍՊԸ Allergic Ինչպես չլսեցի Fail Food ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդին է Ալերգիայով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, շտաբօգնությունը եկել է վերջի անգամ, երբ որ ինքը եղել է 27 տարեկան։ Դրանից են կողմից բանակի ժամկետն անցավ, էլ սկորը չի գալի։ Նկարները մենք ունենք, հեսա կտեղադրենք։ Ուրեմն նաև խնդրում եմ ընդունեք հետևյալ հաղորդումը։ Եռաբլուրում կա հողարկավորված ժամկետային զինծառայող Բաբայան Արթուր Կարենի։ Բաբայան Արթուր Կարենի հողարկավորված է Եռաբլուրում ժամկետային զինծառայող է 2 ամսվա զոհվել է այդ ալո լսվում է Ալո լսվում է Մենակ Բաբայան Արթուր Կարենի լսել հերիկա ինքը հողարկավորված է Եռաբլուրում Ժամկետային զինծառայող է 44 օրյա պատերազմի ժամանակ, այսինքն այդ ընթացքում զոհվել է բենզինի պատյունից։ Ուրեմն այս երիտասարդի գերեզմանի վրայից գողացել են արձանիկները։ Հրեշտակի արձանիկներ, այսինքն բոզի տղությունը հասել է նրան, որ գողություն են կատարում զոհված զինծառայողի գերեզմանից։ Իսկ Եռաբլուրի գերեզմանակարերի եւ այլ անվտանգությունը ապահովում է ռազմական ոստիկանությունը, այսինքն դուք Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։ Այո, ուրեմն ես ես փոխանցում եմ ծնողի հեռախոսահամարը, որին որ ուրեմն անհրաժեշտ է կանչել եւ ընդունել հաղորդումը 098-ով 11 40 84 98-ով 11 40 84 Արցախից տեղահանված են։
Խնդրում եմ փոխանցեք ձեր ղեկավարությանը։ Եվ այդ ամենակարևորը այդտենց բոզիտուղում պետք է հնարավորինս արագ հայտնաբերել։ Եղավ, շնորհակալություն ձեզ, բարի ծառայություն։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Ես մի անգամ չէ, երկու անգամ չէ, ասել եմ, հանցագործությունը, ցանկացած հանցագործություն ունի բարոյական կողմ։ Ուրիշ, այսինքն, եթե վերցնում ենք բնակարանային գողություն, հա, նույն բնակարանային գողությունն է։ Պողոսը մտնում է բնակարանային գողություն անում օլիգարխի տնից, դատախազի տնից, միլպետի, դեպուտատի եւ այլն, դա ուրիշ ձև է ընդունվում։ Բայց նույն Պողոսը, որը մտնում է գողությունը անում զոֆացի տնից, միայնակ թոշակառուի, ծեր կնոջ, միայնակ մոր, հաշվանդամի, դա ուրիշ ձև է ընդունվում։ Եվ ես չգիտեմ, այդ որ մի պոռնիկի ծնունդն է, եթե կարելի է վավշե ծնունդ անվանել, որոշել գնա մտնի եռաբլուր եւ եռաբլուրից իրականացնի գողություն, գողանա գերեզմանի վրի հրեշտակներ։ Ասել ասող մեր հարևան Զոյայի, տանես դնես բալիտ գերեզմանի վրեն։ Այս նույնը ցանկանում եմ այդ գողացողներին, եթե բալատ չունեն ծնողների վրեն, ծնող չունեն իրանց սիրազների վրեն, սիրած չունեն տանեն դնեն իրանց գերեզմանի վրա։ Մի քիչ թասիբ, մի քիչ բարոյականության նորմ ունեցեք, էլի գողցեք, բոզի տղեք, բայց գողանալու տեղ կա, գողանալու ձև կա։ Գնացեք մտեք ազգային ժողովի Լուբոյ դեպուտատի տուն, գողցեք, ինչ ուզում եք ասեք։ Ով որ իմ հոբարեն ձեզ բանասի, բոզի տղա է։ Գնացեք մտեք Գրզոյի տուն, գնացեք մտեք, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանի տուն, ճիշտ է, սմա եկեք։ Օտես մեծ ում տուն ուզում եք, Սիսիի տուն մտեք, համ գողցեք, համ բռնաբարեք, համ ծծրեք, համ դուրս եկեք, բայց եռաբլուր։ Ես այ նման անձանց վաղը մյուսօր իմ ձեռը ընկան, դուք ապրելու իրավունք չունեք, նման անձինք ապրելու դուք դիբերթում կախվեք։ Այդ ուղղակի կախվեն, վերջ։ Որովհետև գողել կա, գողում չի նշանակում, եթե մարդը գողա, ուրեմն բոզի տղա է, չէ։ Բայց գողերը ունեն կոդեքս, արժանապատվություն, գաղափար, հասկացողություն, որտից գողանան, ումից գողանան, ինչն է հարամ, ինչն է հալալ։ Այս Հարությունյան քնարիգի մասը ջնջենք, որ հրաժարվել է, չենք ասում, այդ արխիվը վեկալտար։ Պարոն Գագիկ Ծառուկյան, մեր կուլտուրական մարդ։ Ուրեմն ահազանգում են Չարենցավանի բնակիչները, Չարենցավանի քաղաքապետները թողից լսի։ Քո ավտոբուսները, որոնք որ հսկում են քո դիսպեչերները, որ ոչ մի տաքսիստ, նախ թողնես նաև Չարենցավանի տաքսիստները եւս, որ ոչ մի տաքսիստ ավտոբուսից պասաժիր չգողանա։ Էդի մենք դրա մասին գիտենք, ավտոբուսի գործելու ժամանակ հարձակվում են տաքսի շոֆերների վրա եւ այլն եւ այլն։ Էսի մեկ բոզիտողություն։ Երկրորդը, ուղևորները նստում են քո ավտոբուսները, գալիս են առաջին միկրո, մտնում են, ստուգում են 1 2 3 4 5 6 7 8 9 10 20 24 իջան։ Այդուն ավտոբուսը գնում հասնում է կինոյի Հայատ։ Էլի կայնամա դռները բացում են, մտնում են 1 2 3 4 5 7 20 30 40 հաշվում են, իջնում են։ Դրանից հետո գնում է կայարանը հասնում, էլ սա Չարենցավանի մեջ։ Նորից մտնում են 1 2 4 7 20 ասում են ու իջնում են, ոնց որ ոչխար հաշվեն։ Ես ուզում հասկանամ դրա իմաստը ինչու՞ է կայանում, որ քո վարորդները ավել փող կամ փող չգրպանեն։ Ուրեմն դրա համար գոյություն ունի մեթոդ, կոչվում է կոնդուկտոր, նաժմինա թարմազան, չէ՞ դες երկա։ Տոմ սա վաճառ։ Սա դու սիրում ես Ռուսաստանը, Բելարուսը եւ այլն։ Նույն Ռուսաստանում, նույն Բելարուսում մի հատ կնի կամ տղամարդ, ես մի հատ այս տիպի ապարատը, խփած դոշի